ողջույն իմ շատ սիրելի բարեկամներ, հայուհիներ, աշխարհի բոլոր ծայրերից դիտող իմ հետևորդ։ Ինչպես եք թանկագիններս, այսօր շատ համեղ տորտ ենք պատրաստելու, շատ համեղ բաղադրատոմս կրկին իմ խոհանոցում կիտրոնով տորտ ենք պատրաստելու եւ ձմեռը կարելի է համտեսել եւ ամռանը, այնպես որ բոլոր սեզոններին էլ շատ համեղ է։ Բաղադրիչները պատրաստել եմ, հեշտ արագ պատրաստվող տորթերից է միջավայրի։ Ես սիրում եմ արագ պատրաստվող խմորեղեններ։ Սիրելիներս 5 ձու ձվի դեղնուցը առանձնացրել եմ, սպիտակուցներն են այստեղ են, դեղնուց օգտագործել ենք խմորի մեջ, սպիտակուցը կրեմ ենք պատրաստելու։ Ավելացնում ենք դեղնուցին 120 գրամ շաքարավազ ու սկսում ենք հարել։ Սիրելիներս մի փոքրիկ սպիտակելուց հետո ավելացնում ենք 250 գրամ մածուն կամ թթվասեր, որը որ դուք ցանկանում եք։ Ես օգտագործում եմ մածուն, հունական մածուն է, որ լավ յուղոտ մասսա ունի։ Ու նորից հարում ենք։ Սիրելիներս ավելացնում ենք 50 մլ ձեթ, մեկ սուրճի բաժակի չափով մոտավոր։ Վերջ, հիմա ավելացնում ենք մնացած բաղադրիչները։ Էլեկտրական հարիչով գործը վերջացրեցինք, մի հատ այսպես դեպքի հարիչով աջ ու ձախ կանեմ, կողք ենք դնում սիրելիներս, հիմա սկսում ենք կիտրոնի գործը։ Ես օգտագործել եմ մեր այգու կիտրոնը, որ գիտեմ մենք ենք աճեցրել, ոչ մի տեսակի քիմիա չեմ օգտագործել, լվացված, միշտ սafrանում ունենում եմ, մենք աշխատում ենք սա օգտագործենք, երբ որ կեղևը պետք է օգտագործենք, աշխատեք դուք էլ օգտագործեք այնպիսին, որ քիմիա օգտագործված չլինի, կարողանաք կեղևը օգտագործել։ Կարևորը գեղեցկությունը չի, կարևորը որպեսզի որակը ճիշտ լինի, չէ՞ որ ուտելու ենք։ Հիմա քերելու ենք 1.5 կիտրոնի կեղև, բայց քանի որ փոքր են, գուցե 2-ը կքերեմ, այստեղ չափ չկա, 2 ճաշի գթալը բավական է։ Քերում ենք այն հատվածը, սիրելիներս, որը որ դեղին է։ Սպիտակ հատվածը դառն է, եթե դառը չեք սիրում, մի քերեք, եթե սիրում եք, ոչինչ, եթե մի քիչ եղնի, ոչինչ։ Բայց եթե երեխաներ են ուտելու, դառը համը այդքան էլ հաճելի չէ։ Վերջ սիրելիներս, հիմա ավելացնում ենք քերուկը։ Մի լավ խառնում ենք։ Հիմա կիտրոնի հեղուկը քանում ենք և 1 ճաշի գթալի չափով ավելացնում ենք խմորի մեջ։ Իսկ մնացածը կպահենք, որ ավելացնելու ենք կրեմի մեջ։ Կրկին մի լավ խառնում ենք։ Սիրելիներս, ջեռոցը արդեն միացրել եմ։ Թխելու ենք 180 աստիճանում, շատ արագ է թխվելու, հիշեք, որպեսզի երկար չթողնեք, շատ չկարմերացնեք, երևի մոտավորապես 10-ից 15 րոպեում թխվելու է։ Մեզ մնացել է ալյուրը և փխրեցուցիչը, ինչպես միշտ կամ 1 թեյի գթալ սոդա ենք ավելացնելու, կամ 2 թեյի գթալ փխրեցուցիչ։ Ավելացնում ենք ալյուրի վրա, ալյուրը իմ մոտ 240 գրամ է, այսպես մի լավ խառնում եմ ու անմիջապես ավելացնում եմ խմորին, առանց վախենալու, որովհետև այնքան շատ են պատրաստում այս խմորեղենը, արդեն գիտեմ, որ չափը շատ ճիշտ է ու մի լավ խառնում եմ։ Վերջ սիրելիներս, խմորը պատրաստ է, այսպիսի թանձրություն պետք է ունենա։ Սիրելիներս, խմորը բաժանում ենք 2 մասի, թխելու ենք ջեռոցում, թավայի չափը 30-40 է, դուք բացեք այն չափով, ինչպես որ դուք եք ուզում, 2 հատ բիսկվիտ ենք թխելու, 2 հատ շերտ ենք թխելու։ Ջեռոցս արդեն տաքանում է, ժամանակից շուտ տաքացրեք, որպեսզի ձեր խմորեղենը լավ ստացի։ Ես աչքաչափով եմ բաժանում 2 մասի, եթե մեկը հաստացվի, մեկը բարակ, ոչ մի խնդիր չկա, միևնույնն էլ ուտելու ենք։ Այսպես գեղեցիկ սովի խմոր է ստացվում։ Բացում ենք և ուղարկում ջեռոց։ Այսպես խնամքով սիրուն բացում ենք։
սիրելիներս, ջեռոցս արդեն լավ տաքացել է, վերև ներքևը միացրած, ուզում եք օդափոխիչը միացրեք, ուզում եք ոչ, միևնույնն է լավ է ստացվելու, շատ արագ թխվող է, 180 աստիճանում եք թխելու, այսքանը։ Սիրելիներս, մեկ շերտը պատրաստ է, հիմա թխում ենք երկրորդը։ Տեսեք ինչքան նուրբ շերտ է ստացել, այնքան փափուկ է սիրելիներս, շատ փափուկ շերտ է։ Մյուսը դրել է, շուտով պատրաստ կլինի, իսկ հիմա կպատրաստենք կրեմը։ Կրեմը ինչպիսի կրեմ ենք պատրաստել, սպիտակուցները արդեն հիշում եք, որ թողել ենք, սպիտակուցները հարելու ենք կրկին շաքարավազով, օգտագործելու ենք 120 գրամ շաքարավազ, սիրելիներս բաղադրատոմսը սովորաբար 200 գրամ է, ես կրճատել եմ շաքարավազը եւ խմորի մեջ եւ բեզեի մեջ, որովհետեւ այդքան շաքարավազ մեկ տորթի մեջ այդքան է լավ չի, հետո կիտրոնի համով է թող իր ցտվարությունը լինի։ Հիմա սկզբից մի քիչ սպիտակուցը կհարենք, աստիճանաբար կավելացնենք շաքարավազը եւ հետո կիտրոնի անպայման կիտրոնի հյութել ենք ավելացնելու։ Հիմա հերթով դուք կտեսնեք։ Սիրելիներս, երբ որ մի քիչ այսպես փրփրում է, աստիճանաբար կամաց ավելացնում ենք շաքարավազը։ Հետո այնքան ենք հարելու, որ շաքարավազը հալվի։ Սիրելիներս, ավելացնում ենք 1 և 2 ճաշի գթալ կիտրոնի հյութ, թարմը կիտրոնի հյութ, կարող եք օգտագործել նաև պատրաստի կիտրոնի հյութ։ Վերջ սիրելիներս, ընտիր բեզե ենք ստացել, ձիգ, գեղեցիկ բեզե։ Սիրելիներս, կրեմը պատրաստ է, երկու բիսկվիտները շերտերը պատրաստ են։ Հիմա ինչ ենք անելու, դնում ենք երկուսը իրար վրա, 1/3 մասը աչքաչափով եմ ես իհարկե անելու, այսպես կտրում եմ, այսպես, ամեն ինչը աչքաչափով եմ անում, այնքան որ շերտեր են չեք պատկերացնում, որպեսզի ինքը դառնա 3 շերտ, տեսակ, այսպես ենք անելու։ Ու եզրերը հիմա դանակով կհավասարեցնեն, որովհետև մեզ զարդարելու համար փշուր է հարկավոր լինելու։ Եվ հետո կրեմով կմիացնենք իրար։ Այս կրեմը իրական ոչ թե կրեմի դեր է խաղալու, այլ ներծծվելու շերտերի մեջ ու յուրահատուկ խմորեղեն է ստացվելու։ Այ կփորձեք կտեսնեք։ Սիրելիներս, հավաքում ենք տորթը։ Առատ բեզեից լցնում ենք, որովհետև ինքը լավ ներծծվելու ու ոչինչ էլ չի երևալու, այնպես որ պետք է որքան հնարավոր է առատ, ինքը բարձրություն չի տալու մեր տորթին, այսպես չի մնալու, ինքը միանգամից հետո նստելու է, որովհետև սովորական բեզե է, բնականաբար ոչ մի պնդացնող բան չենք լցրել, այնպես որ այսպես պետք է լինի։ Հետաքրքիր համեղ խմորեղեն։ Այսպես, հիմա դնում ենք մեջտեղի շերտը, ցանկության դեպքում կարող եք ընկուզեղեն շաղ տալ, բայց քանի որ ինքը հենց կիտրոնով տորթ է, ես ոչինչ շաղ չեմ տա, հենց այսպես էլ կպահեմ։ Միշտ հակառակ մասով եմ ես դնում, որովհետև ավելի լավ է այսպես կրեմը ներծծվում։ Ու նորից կրեմի շերտ։ Եվ վերջին շերտը։ Վերջ սիրելիներս, հիմա էլ կտրված եզրերը փշրում ենք և լցնում ենք վրան։ Այնքան անուշ է բուրում, չեք պատկերացնի, շատ հետաքրքիր համու հոտ ունի, սիրելիներս։ Հիմա կզարդարենք,
կուղարկենք սառնարան, կթողնենք, որպեսզի համերը լավ խառնվեն իրար, հետո կկտրենք եւ անուշ կանենք։ Մոտավորապես 1 ժամ պահեք սառնարանում գոնե։ Դե կարող եք սառնարանում չպահեք, եթե շատ սառը սենյակ ունեք, կարող եք այդպես էլ պահեք, քանի որ հիմա ցուրտ եղանակ է։ Ես ինչ համեղ է, սիրելիներս հալվում է բերանում, որ ասում են իսկական փափուկ տորտ, մենք սրան են ասում, ես չհամբերեցի բնականաբար, մոտավորապես 40 րոպե է մնացել սառնարանում, բայց դուք կպահեք երկար ժամանակ, նույնիսկ որ խոստացել է ձեզ, որ բեզեններ է ծծվելու, վերևի շերտերը արդեն են ծծվել, դեռ ներքևի շերտը, որ ինքը դեռ շատ չի սառել, չի հասցրել, ներծծվի շերտերի մեջ, այնպես որ պատրաստեք, անուշարեք, ինքան համեղ է չեք պատկերացնի, անպայման պատրաստեք, հասարակ հեշտ արագ պատրաստող տորտ է, նկարներն էլ կուղարկեք, չմոռանաք, սուրճ խմեք, թեյ խմեք, ինձ էլ կհիշեք, հաջողություն բոլորին։